Վաղ առավոտյան ընկերներիցս մեկի Instagram-յան էջից հաղորդագրություն էի ստացել, խնդրում էր իրեն գումար փոխանցել, րոպեներ անց սակայն պարզեցի, գրողը ընկերս չէր, իսկ բացված Instagram-յան էջը կեղծ է։ Հանցագործը ստեղծել էր ընկերոջս անունով եւ նկարներով կեղծ էջ, խնդրում էր, որ իրեն փոխանցեմ 15,000 դրամ մի քանի ժամ անց վերադարձնելու պայմանով։ Լուսինե Հակոբյանն ում անունով բացել էին կեղծ էջը, պատմում է, հանցագործը նույն բովանդակությամբ հաղորդագրություն է ուղարկել իր բոլոր ընկերներին։ Բարեբախտաբար ոչ մեկ ընկերներիցս գումարներ չէր փոխանցել, բոլորը մեդիագրագետ էին գտնվել։ Նախ բոլորին ժարգոնով էր գրել, լատինատառ էր գրել, իսկ իմ ընկերները բոլորը գիտեն, որ ես միայն հայատառ եմ գրում, ինչ-որ ժարգոնային բառեր չեմ օգտագործում, եւ դրանով իսկ արդեն բոլորը զգացել էին, որ դա ես չեմ։ Կիբերհանցագործը գումարը փոխանցելու համար նաև իր հաշվեհամարն էր տրամադրել։ Ընկերներիցս շատերը հասկանալով, որ fake account է, իրենից ավելի տվյալներ էին ուզել, օրինակ խնդրել էին հեռախոսահամար տա, ընկերներիցս մեկը նույնիսկ ասել էր, որ ես տրանսֆեր եմ ուզում անեմ, դրա համար պետք է մեյլ, հեռախոսահամար ու այդպիսի մի շարք անձնական տվյալներ էր հաջողվել իմ ընկերներից վերցնել այդ fake էջից, եւ այդ ամբողջ ինֆորմացիայով պատրաստվում եմ դիմել արդեն ոստիկանության։ Քննչական կոմիտեից հայտնում են վերջին շրջանում նմանատիպ սցենարով կիբերհանցագործությունների թիվն էականորեն աճել է։ Վարույթներ կան բավականին շատ, վերջերս մեր վարչության կողմից մեկ վարույթի նախաքննությունը ավարտվել է մեկ անձի մասով մեղադրական եզրակացության գործ ուղարկվել է դատախազություն, ներկապային գործը գտնվում է դատական քննության փուլում։ Այս վարույթի շրջանակում կիբերհանցագործները ստեղծել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող անձանց լուսանկարներով էջեր, գրել նրանց հարազատներին ու գումար խնդրել։ Որոշ դեպքերում նաև խնդրում էին բանկային քարտերի տվյալները, որոնք կցում էին այլ ռեսուրսների, հետագայում հափշտակում էին արդեն քարտում եղած ամբողջ գումարը։ Որոշ դեպքերում հափշտակում էին այն գումարը, որը մեր քաղաքացիները համաձայնում էին փոխանցեն։ Ստացված գումարը հանցագործները վերափոխել են կրիպտոակտիվների, ծագման աղբյուրը թաքցնելու նպատակով։ Հանցագործները նաև գումար հափշտակելու այլ տարբերակ ունեն։ Սոցիալական ցանցերի էջերին ապօրինի հասանելիություն ստանալով ու վարկաբեկիչ տվյալներ հրապարակելու սպառնալիքով անձանցից գումար են շորթում։ Տվյալները արդեն իսկ հրապարակումը կանխելու համար պահանջում են որոշակի գումարներ, թեև այդ գումարների վճարումը երբեք որևէ մեկին չի ազատել այդ տվյալների տարածումից։ Այս պահին մի քանի վարույթներով մոտ 300 դրվագ ընդհանուր իրար հետ փոխկապակցված գործերով կա դժողներ։ Այսպիսի հանցագործության զոհ չդառնալու համար իրավապահները եւս մեկ անգամ զգուշացնում են սոցցանցերում ավելի զգոն լինել, չբացել կասկածելի հղումներ եւ չփոխանցել անձնական տվյալներ։ Քրիստինե Թորոսյան, Սեյրան Անտոնյան, լուրեր